Հանրապետական կուսակցությունը եւ երրորդ նախագահ գլխավորապես 2021-ից առաջ էլ հայտարարում են, որ իրենք սկզբունքային դեմ են ընտրություններին մասնակցելուն, հա, եւ հիմա էլ են նման հայտարարություններ անում։ Վերջերս հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկը հայտարարեց, որ իրենք ընտրություններին մասնակցել են, քանի որ դուք եք խնդրել Սերժ Սարգսյանն այդ մասին։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, որ եթե մարդիկ դեմ են, սկզբունքային դեմ են ընտրություններին մասնակցել, ուրեմն ստիպված են գնացել 2021-ին այդ ընտրություններին։ Հարցը հետևյալն է. ինչպես եւ ինչու եք ստիպել երրորդ նախագահին մասնակցել 2021-ի ընտրություններին։ Հիմա այս խնդրել եմ, թե ստիպել են, բայց լավ չէ։ Եթե իրենք սկզբունքային դեմ ասել, ես մասը չեմ Հայկ Մամեջանյանը, պատգամավոր։ Տենց էլ ասել է, որ ես խնդրել եմ։ Դուք խնդրել եք, որ Սերժ Սարգսյանը մասնակցի։ Լավ։ Մեղմ ասած շատ հեռու է իրականությունից։ Իսկ ո՞րն է։ Եթե գործընկեր ֆրակցիայի պատգամավոր չլիներ, մի քիչ ուրիշ բառ կօգտագործեի։ Տվյալ դեպքում ցենց ավելի մեղմ եմ ասում։ Չի եղել էս։ Խիպտ ես խնդրեի, ասած։ Բառացի ասել է, որ դուք եք խնդրել մասնակցել ընտրություններին։ Լավ, որ իրենց մասնակցությունը ձեզ կօգնի, այս տրամաբանության մեջ։ Ինձ կօգնի։ Այո։ Հակառակ ինձ պիտի խանգարի։ Որովհետև պատկերը այնպեսին է դարել, որ այդ հին ու նորի մարմնավորումը մենք ստացանք հենց այդ ընտրությունների ժամանակ։ Առաջին նախագահը ցուցակում չկա, բայց ամբողջ քարոզարշավը Վանեցյան երկինքն էր տանում եւ առաջի ջութակն էր քարոզարշավի ու ես։ Իհարկե այն ժամանակ այդ ընկալումը հին ու նորի ավելի սուր էր եւ այդ պատկերը ամբողջական արտահայտվեց։ Ես պիտի խնդրեի այդ պատկերը ստանանք։ Ես կարող եմ ասել ուղղակի ինչ է կատարվել, ինչ է եղել։ Հայրենիքի փրկության շարժման այս վերջի հատվածում էր, երբ արդեն պարզ էր, որ ընտրություն պետք է լինի եւ մենք մի 5-6 հոգով քննարկում ենք Մամեջանյան հաստատ չի եղել այդ շրջանում, էլի քննարկում ենք ընտրությունների հարց։ Այո, երրորդ նախագահան կտրուկ դեմ էր ընտրությունների։ Ես կողմ էի, ես ասում էի, չի կարող ընդդիմությունը ասել ընտրություն չեմ ուզում։ Հակառակ դեպքում հասկանալի չի, ես այդ ամբողջ քաղաքական պայքարի այսպես տրամաբանությունն է դրա մեջ։ Իր հիմնավորումը հետևյալն էր. լեգիտիմացնում ենք Նիկոլ Փաշինյանը կտանի, լեգիտիմացնելու ենք ընտրությունները։ Իմ մոտեցումը հետևյալն է, որ իմ մասնակցելով կամ իրենց մասնակցելով չի որ լեգիտիմացնում ես։ Մենք այդ մեծամտությունը չպետք է ունենա։ Մեզ թվա թե եթե մենք չենք մասնակցում, ուրեմն լեգիտիմ չեն ընտրությունները։ Սա է ստաց բանանում է, բացատրությունը սա է։ Ես միջև այսօր այդ կարգի բացատրությունը ուղղակի չեմ հասկանում։ Եվ այն ժամանակ ինքը ասաց, որ ինքը իրենք չեն մասնակցելու հանրապետական կուսակցությունը, բոլոր մյուս մասնակիցները ասել են մասնակցելու ենք։ Այդպիսի խոսակցություն իրականում եղել է եւ չեմ ուզում մասնակիցների անունները տամ, բայց կարծում եմ կռահում եք բոլորը թե ովքեր են եղել։ Բայց ինչ որ կոորդինացիոն, ինչ որ մի բան կար հայրենիքի փրկության շարժման ժամանակ։ Մինչ այդ քննարկումներ ա եղել ավելի շատ գիտեք ինչ բանը ուզում էր հրաժարական տար եւ հիմա նաեւ գիտեմ բանը շրջանառվում, որ եթե երկու ֆրակցիան ընդդիմադիր այն ժամանակվա չհամաձայնվեին, կարող ընտրություն չլիներ։ Մեկը կլիներ ընտրությունները անխուսափելի են եղել, որտեղ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն ուներ իր դեմ կքվեարկեն թե չէ նոր վարչապետի համար։ Եվ ինքը երաշխիքներ էր ուզում։ Իսկ սա եղել է, որովհետև այն ժամանակ ցուցակ էր շրջանառվում, թե իբրև կան մոտավորապես 15-20 պատգամավոր, որոնք պատրաստ են այլ տեխնացուի համար քվեարկել։ Փուչ գա դուրս եկել ամբողջ։ Հիմա դրանից հետո, երբ որ մենք բաժանվեցինք, երրորդ նախագահը ասաց. չենք մասնակցելու, մյուսները բոլորը ասացին մասնակցելու ենք։ Մոտ մեկ շաբաթ առաջ ես մամուլից իմացա, որ հանրապետական կուսակցությունը որոշել է մասնակցել։ Ես զանգել եմ երրորդ նախագահին, ասել եմ, ասել, ոնց որ դու ասել ես չեք մասնակցել, հիմա որոշել եք մասնակցել,
ինքը ասաց թե գիտեք մեր երիտասարդները գիտես բանա հավաքվել ինձ համոզել են որ ճիշտ չի մասնակցել հիմա որ սենցա որ ընտրություն կա ճիշտ է մասնակցել վերջ եթե դա խնդրանք է հակառակ ես զանգեցի ասի ոնց որ մի բան ես ասել ուրիշ բան ա դառնա իր բացատրությունը սա է որը ինձ համար կրկնեմ հասկանալի է իմ համար զարմանալի կլներ եթե չմասնակցեին ընտրություններին իմ բանաձևը հետևյալն է այո ոչ մեկը մենակով չի կարող հաղթի այո դեռ Փաշինյանը ունի առավելություն էական բայց եթե մենք լծվենք այս գործի մեջ հնարավոր է որ 3 միավորով 4 միավորով ինչ-որ մի արդյունքի հասնենք գումարայի այդ խոսակցությունը եղել է բայց որ ես ինչ-որ մեկին խնդրեմ ծարձակ չի Ձեր թիմակիցները վերջերս երբ ձեր նկատմամբ թիրախավորում գնաց ասուլիսից հետո երբ նախագահի հարող շրջանակներից սկսեցին անկեղծ հարցեր բարձրացնել 2018-ի իրադարձությունների մասին, ընդ որում հարցեր, որոնք մենք մի քանի տարի ես գոնե որպես լրագրող բարձրացնում եմ եւ այդ առումով ուրախալի էր, որ падգամավորները արդեն սկսեցին այդ հարցերը բարձրացնել։ Հիմա քան որ падգամավորները խոսել են, շատ ուղիղ ուզում եմ ձեզ հարցնել։ Դուք հարցեր ունեք 2018 իրադարձությունների մասին, եթե կան դրանք որոնք են, եւ երկրորդը, երբ նախագահի փեսան հայտարարել է, որ Արարատ Միրզյանը Թուրքիայի գործակալ է, եւ իրենք դրա մասին նախորոք իմացել են։ Հանրապետականները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյան թուրք-ադրբեջանական հեղափոխություն է իրականացրել, եւ իրենք դրա մասին իմացել են։ Ընդհանրապես, եթե դուք լինեիք երկրի նախագահը կամ վարչապետը, եւ ձեզ ԱԱԾ-ն զեկուցած լիներ, որ ահա Թուրքիայի գործակալը, որը մենք բացահայտել ենք տարիներ առաջ եւ թուրք-ադրբեջանական ազդեցության ինչ-որ մարդիկ գալիս են ձեզ տապալելու։ Արդյոք ձեր գործողությունները կլինեն այնինչ եղավ 2018-ին։ Ձեր հարցի երկրորդի մեջ չեմ ուզում մտնել։ Եթեներով չխոսանք։ Այդ իրադարձությունների վերաբերյալ ես եւս էլի հողում եմ անում, ասելու են գիրքն է բանանանք իրենք գովազդում, բայց գրել եմ այն ժամանակ։ Խի եմ հիշեցնում եւս մեկ անգամ վերջի էջերն որ տպավորություն չստացվի, որ ես հիմի եմ դա ասում։ Ես 18 թվականի երբ գիրքը պատրաստ է, ես դրա մասին ասել եմ։ Այդ իմ պատկերացումները թե ինչ կատարվեց, ես գրել եմ։ Այս ընթացքում 18 թվականից հետո չենք խոսում դրա մասին եւ ես նաեւ հնարավորին մեր եւ падգամավորական խմբի հետ եւ մյուսների աջակիցների հետ ասում են դրա ժամանակ չի պետք չէ այդ թեմա շոշափ։ Ինչ կատարվեց իմ մամուլի ասուլիսից հետո այդ մեծ մամուլի ասուլիսից հետո մի երկու հոգի բորբոքվեցի, երկու-երեք հոգի։ Ես չհասկացա թե խին բորբոքվել։ Նույնիսկ մեկը ասաց, ես մենք ուրախացել էի որ Քոչարյանը էր քաղաքական դաշտում չկա, ես ինչ եղավ։ Ու դրան հետևեց արդեն հայտնի ինչ որ հարցազրույցներ, հայտնի լայվեր եւ այլն։ Եվ այդ պարագայում վերջը պատասխան պետք է տային, հնարավոր չէ պատասխան չտա։ Եվ սկսեց այս հրաձգությունը։ Մենք չենք նախաձեռնել։ Հակառակը ես այդ տեսանկյունից ինչքան հնարավոր է զսպում էի։ Իշխանափոխությունը շատ ծանր հետևանքների բերեց։ Իսկապես ծանր հետևանքները եւ համոզված եմ եւ հանրապետական կուսակցության համար եւ երրորդ նախագահի։ Ըստ ես մի քվարտյան կասկած չունեմ, որ շատ ծանր ընտանում այն ինչ որ եղել։ Եվ հասկանում եմ, որ իրենք ունեն եւ պետք է ունենան իրենց բացատրությունը, թե ինչու էր այսպես։ Ես այս բացատրությունը իրենց իրավունքն այդ բացատրություն ունենալ եւ հարամցնել մեր ժողովրդին։ Ես ունեմ իմ բացատրությունը, իմ պատկերացումը, թե ինչ կատարվեց այդ օրերի ժամանակ, որը այդքան չի համընկնում հանրապետականների։ Իրենց մոտիվացիան ես հասկանում եմ, անկեղծ հասկանում եմ։ Համոզված եմ, որ սրտի խորքում ամեն մեկը ասում է, որ իմանայինք, որ վերջ ցենց ալինելու այն ժամանակ մեզ ուրիշ ձևի կդրսևորենք։ Հիմա ինչ եղել, բայց նայեք։
եղել է փորձեմ ավելի բան ցած բանաձևի տեսք տալ հեղափոխության վտանգի Փարագայում եղել է իշխանության փոխանցում, բայց հեղափոխության վտանգի արկայության Փարագայում։ Հիմա ավելի ճիշտը ձևակերպել հետևյալ հարցերի պատասխան ունենալ։ Պատճառները որն էին, տրիգերը որն էր, եւ հնարավոր է դա խուսափել թե ոչ։ Չէ, սա է երևի։ Հիմնական Այլ ասում եմ ինչ պետք դուք կանեք դրա մասին։ հիմնական հարցերը սա է։ Հիմա պատճառները հետևյալն են։ Հսկայական լարվածությունները երկրի ներսում։ Դրա ինդիկատորները կային։ Եվ էլեկտրիկ Երևան կար, եւ 16 թվականներ, եթե չեմ սխալվում, գնդի զավթումը 3 զոհ։ Եվ գնդի այդ 3 զոհի Պարագայում ահաբեկչական ակնհայտ գործողության հազարավոր մարդիկ դուրս են եկել ի պաշտպանություն ահաբեկիչների։ Դա նորմալ չէ։ Ես այն ժամանակ նաև հրապարակային ասացի, դա տեղին քարտ է։ Չափազանց մեծ բաներ, ասենց հակում կար քաղաքական մոնոպոլիայի, տնտեսական մոնոպոլիաների, եւ սա միարտացում էր ուղղակի։ Հանրային շատ լուրջ լարվածություն էր ստացվում։ Այն ընդդիմությունը, որը պետք էր դրա դեմ պայքարեր, ներառվել են հանրապետականի ցուցակի մեջ եւ, այսպես ասենք, ոնց որ բաներ քաղաքական ինչ որ դիզայնի բան կար, ստեղ որ ընդդիմության դաշտը թարմացնելու ինչ որ տպավորություն կա, որ այդպիսի ծրագիր կար, որովհետեւ գործող ակտիվ ընդդիմադիրները հայտնվել են իշխանական ցուցակներում եւ նոր դեմքեր են հայտնվել այդ դաշտում, որից մեկը նաեւ Նիկոլ Փաշինյանն է։ Դրա համար է այդ հարցերը ցենց օդում կախված։ Հիմա իմ մոտ հարցը հետևյալն է. լավ, չէին զեկուցում, որ կա լարվածություն։ Նույն եւ հանրապետական շրջանակներից եւ համապատասխան մարմիններից։ Տրիգերը եղավ, հիմա այդ առաջին մասը։ Տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահան ընտրվեց վարչապետ։ Ակնհայտ է, չէ՞, որ տրիգերը դա էր։ Մաստի հարց է առաջանում, իսկապես ոնց եղավ, որ դուք չգնահատեցիք իրական լարվածության աստիճանը։ Այդ հարցը կային, ուրեմն չգնահատվեց։ Լավ, աղցից են չէին զեկուցում, կամ հանրապետականներ 150,000 մարդ կար, մարզային կառույցներով եւ այլն, իրենք չէին ասում, որ կա լարվածություն։ Իմ տպավորությամբ 17 թվականի խորհրդարանական ընտրությունները, որի բեռը հիմնականում sense քաշով բեռը եղել է Կարեն Կարապետյանի վրա, հանգստացրեց, ասացին, հա, այս ինչ որ եղավ անցավ, եւ հնարավոր է շարունակել։ Իմ տպավորությունը սա, իմ գնահատականը սա է։ Եվ այն ժամանակ երևի թեկուզ կար խոստում, որ այլևս պաշտոն չեն զբաղեցնելու, այնուամենայնիվ երրորդ նախագահը որոշեց ընտրվել վարչապետ։ Եվ սա պայթեցրեց վիճակը, ուրեմն լատենտային այդ լարվածությունը մնում էր, մարդիկ հույս ունեցան, որ սա կփոխվի, վերջ իշխանությունից են հոգնում մարդիկ, որ երկար լինում հոգնում են։ Հեսա Կարեն Կարապետյանը կգա եւ բան կփոխվի, ինչ որ հույսերը առաջացրել եւ պարզվեց, որ ոչ։ Սա վիճակը պայթեցրեց։ Այդ տրիգերը սա էր։ Եվ ինչ վերաբերում է հնարավոր էր խուսափել, թե հնարավոր չէ։ Ես համոզված եմ, որ հնարավոր է։ Եվ հիմա այդ անխուսափելիությունը փորձում են հիմնավորել հետևյալը, ոչ չեն կարակելու ժողովրդի վրա, սա այն է։ Ասում են դուք թիկունք չկանգնեցիք հանրապետական ինչպես իրենք ձեզ։ Հիմա նայեք, հիշի այդ հարցը, ես նրանք անդրադարձ կունենամ։ Ասում են, մենք չեն կրակելու։ Սև ու սպիտակ է ավիրացում, իսկ ով ասում, որ պիտի կրակեիք։ Իսկ ինչի հանգուցալությունը դուք տեսնում էիք միայն կրակելու մեջ։ Ընդհանրապես պետք է փորձել իրենց շրջանակներից գտնել մի մարդ ընտրել, դուք ունեք մեծամասնությունը խորհրդարանում, մի մարդ, որը ասենց պինդ նաև բնավորություն ունեցող մարդ, ամուր մարդ, 150,000 հանրապետականներից ընտրել այդ մարդու եւ փորձել վիճակը հանգստացնել։
Կարող է ստացվեր, կարող է չստացվեր, կարող է, բայց փորձ կանեք։ Ես համոզված եմ, որ կստացվի։ Եթե ճիշտ մարդու վրա կամենք, կամ եթե հանրապետական չի, այլ մարդ գտնեն, որը ուղիղ կապ չունի հանրապետականների հետ, բայց որը պետական կառավարման փորձ ունի եւ որը այսպես կհանգստացներ մտնոլորտ։ Կարեն Կարապետյանի անունը կհանգստացվեր։ Ես համոզված եմ, որ եթե ընտրվեր հենց սկզբից Կարեն Կարապետյանը, այս պատմությունը չէր լինի։ Հիմա Կարեն Կարապետյանը իրենք ասում են, որ ինքը հրաժարվեց։ Լավ։ Ինքը ընդամենը մի քանի ամսվա հանրապետական էր։ Էլ մարդ չկար, լավ, ինքը հրաժարվեց, ուրիշ մարդ։ Իմ գնահատականը սա է։ Միշտ եթեներով խոսալ հետ գնալը մի քիչ դժվար բան է, որովհետև այդ եթեն տարբեր սցենարներ ունի։ Բայց դա իմ վերսիան է այդ իրադարձությունների եւ հնարավոր զարգացումներ։ Հիմա ես ընդունում եմ, որ հանրապետական կուսակցության վերնախավը, ես չեմ ուզում կուսակցությանը եւ վերնախավը ասենց նույնացնել, չեմ ուզում։ Բայց վերնախավը ունի իրենց վերսիան այդ իրադարձությունները եւ այդ վերսիան եւս գոյության իրավունք ունի։ Բայց դա չի նշանակում, որ բոլորս պետք է մտածենք այնպես, ինչպես իրենք են մտածում։ Իմ մտածումը սա է։ Հանրապետական падգամավորներն ասում են 2018-ը տեղի ունեցավ, որովհետև օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն մեծ թիկունք չկանգնեց, այլ նաև ակնարկում են, որ թիկունքից ինչ-որ գործողություններ են եղել։ Իրոք այդպեսի բան են։ Ասում են, ի տարբերություն իրենց մենք իրեն 10 տարի թիկունք են կանգնել, դրա համար էլ իշխանությունը անսասան եղավ։ Առաջինը այսպես ասենք, երբ հանրապետական կուսակցությունը իշխանություն դառավ, որպես հանրապետական կուսակցություն։ Ես ով էի այն ժամանակ։ Նախագահ։ Ով է ում թիկուն կանգնել, ով է ում օգնել կայանա որպես կուսակցություն։ Մի հատ մեծ հարց է։ Իրենք թիկունք չկանգնեն, իրենք չեն լինի, ուրիշները կլինեն։ Ասեմ, այդ ուղղակի նույնիսկ բարոյականության ստե հարց կա այդ քարտի բան հնչեցնելու կամ կարող է երիտասարդներ են, որոնք այդ ժամանակահատված ուղղակի լավ չեն հիշում։ Հանրապետական կուսակցությունը եղել է փոքր կուսակցություն։ Վազգեն Սարգսյանը միասին պայմանավորվել ենք, Վազգեն Սարգսյանը դառավ առաջնորդ եւ հանրապետական կուսակցությունը որպես արդեն իշխանական կուսակցություն թափ հավաքեց։ Այդ իշխանական կուսակցության այդ իշխանության ժամանակ նախագահ իշխանությունը շատ ավելի մեծ էր, քան վարչապետի իշխանությունը, ես էի նախագահ։ Եվ ասել, որ իրենք են ինձ թիկուն կանգնել, այո, իրենք եղել են խորհրդարանական մեծամասնությունը, բայց տվյալ դեպքում մեծ հարց է, ով ում ավելի շատ ցաջակցություն է ցուցաբերել, սա մի կողմներ են։ Հիմա այդ օրերին ինչի ես թիկունք չկազմեցի, պահեցիք իրենց։ Ես զանգել եմ այն ժամանակ երրորդ նախագահի։ Այն ժամանակում զանգել հալա դեռ վարչապետ չէ։ Չեմ հիշում։ Դեռ ինչքան հիշում եմ հալա վարչապետ չէ, բայց արդեն պարզել որ ինքը պետք է լինի։ Խիեմ է զանգել նաև, որովհետև ինձ տարբեր մարդիկ դիմում են, ասում են, մի հատ դու էլ ասա մեր ընդհանուր ծանոթները։ Ոնց որ վիճակը ձեռից գնում է, բան չի անում։ Ես զանգեցի։ Եվ ասում եմ, դու վիճակը ոնց ես գնահատում։ Պրոբլեմա։ Ինձ տարբեր տեղից ուղղակի սա են ասում։ Պրոբլեմա ծնագնդի պես սա գնում է դեպի լրիվ այլ ուղղություն։ Կոնտրոլը կորցնելու եք։ Ինքը շատ հանգիստ ասեց, ինչ պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ։ Ինձ դա զարմացրեց։ Ասի վստահ ես, երեմի 2 անգամ ես նույն հարց կրկնեցի։ Շատ հանգիստ ասում ամեն ինչ կոնտրոլի տակ։ Մի քանի օր հետո հրաժարական տվեցի։ 5-6 օր հետո։ Հիմա երբ որ քեզ շատ հանգիստ ասում են, որ ամեն ինչ կոնտրոլի տակ, ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես պրոբլեմ չի տեսնում։ Ինչ պիտի անեն։ Սա այն է, ինչի ես մասնակից եմ եղել, դա ես միջև այդ առանձնապես շփում չեմ ունեցել իրեն, բավական երկար ժամանակ։ Ես վիճակից ելնելով համարեցի, որ այնուամենայնիվ պետք է զանգել այդ ահազանգը նաև հասցնել իրեն, որովհետև մեր ընդհանուր ծանոթները սա ասում են, մենք իր հետ խոսում ենք, ասում ամեն ինչ նորմալ է։ Մի հատ դու էլ փորձի, դու էլ ասա։ Ու ես էլ զանգեցի, ու ես հասկացա, որ շատ մարդիկ են դիմել ասել։ Հիմա ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ
Գնահատում է։ Հիմա սա է։ Էլ ավել չեմ ասելու, բայց եթե խոսացնեն ավել բաներ մնաց։ Հիմա խոսացնեք, թե դու խոսած Չէ, դավեք Իմ հարցերը բարվեց։ խոսացնելը դուք չէ, Բայց խոսացնողը դուք ոչ, չէ։ Խոսացնողը ուղղակի մարդիկ են, որոնք այդ ժամանակվա իրադարձություններին երևի խոհանոցային ինչ որ հարցեր իմ տեղյակ չէ, բայց օթից բաներ են հնչեցնում։ Այդ խնդրեմը սա է։ Ես խիպտ ես քանը նստեի պատմեի։ Ասեմ անկեղծ, ես ես քանը չպիտի նստեի պատմեի։ Բայց եթե իրենք այդքանը չասեին, ես ստիպված չէի լինել որ պատմեի։ Իմ նախաձեռնությամբ կյանքում դա չի ա։ Եթե այս ամեն ինչը արդեն տեղի ա ունեցել, որ ասում եք այսքանի ես ինչու պիտի պատմեի, այն կողմից էր երևի մտածում են, ես ինչու այսքան գուցե ինչ որ գիծանցանք կամ չեն մտածում, չգիտեմ, մի խոսքով ինչ որ գծեր հատվել են այնուամենայնիվ, եւ եթե 26 թվականի ընտրություններում լինի այնպիսի արդյունք, ելի եթեով պիտի հարցս լինի, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չձևավորի, բայց ընդդիմադիր ուժերից որևէ մեկն էլ միայնակ չկարողանա ձևավորել իշխանություն եւ կարիք լինի կազմելու կոալիցիա։ Հնարավոր կլինի, այսինքն ինչքան գծեր են հատված երկխոսելու տեղ դեռ մնացել է, թե չէ։ Լարա նայր, ապագայի եթեն ու անցյալը եթեն տարբեր են։ Անցյալը եթեն, անցյալը չես կարող փոխել։ Ապագայի եթեն տեղ ունի ասես լինելու, դա որտեղ սցենարներից մեկն է, հնարավոր սցենարներից մեկն է։ Այո, ես չեմ կարծում, որ մենք այլ ընտրանք ենք ունենալ։ Իհարկե, եթե հարցը այնպեսին է լինի, որ սրանցից ազատվելու համար պետք է ձևավորել բանը կոալիցիան, այո, պետք է ձևավորվել։ Չպետք է նայես այդ ազնականին, մեկը սենց ասեց, մեկը նենց ասեց, մեկը խաբեց, մեկը սուտ ասեց։ Այդ ամեն ինչ պետք է մի կողմ դնել եւ քննարկել կոալիցիա ձևավորումը, ասել։ Բայց ընտրությունների գնալը ես չեմ տեսնում այս պարագայում միասնական ինչ-որ մի լայն դաշտով ընտրության գնալ չի ստացվել։ Գոնե գաղափարական հարաբերությունների տեսանկյունից իրար հետ լավ կոմունիկացիա ունեցող միավորները կարող են ավելի մեծ միավորներ կազմել գնալ ընտրությունների։ Մենք երբեք չպետք է այդ ազնական հարաբերությունները թերագնահատել։ Եվ ստե միայն ազնական հարաբերությունները չէ, ստե նաև բավական երկար ժամանակ իրավիճակների, process-ների, կառավարման մեթոդների նկատմամբ լուրջ տարաձայնությունն է հիմքում։ Որտեղ եղել է այդ տարաձայնությունը, ես այդ տարաձայնությունը արտահայտել եմ եւ հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները եւս ինձ վրա լավ արձակվում է։ Ուղղակի ես ֆիքսում էի վերաբերմունքս եւ հետո չէի պատասխանում վերջ